Անիի կյանքում մի սարսափելի ողբերգություն կար, որի մեղավորն ինքն էր, եւ հասկանում էր, որ արածի համար ստիպված է լինելու հատուցել ամբողջ կյանքում։ 15-ամյա Անիին սիրում էր Վահեն, արտաքուստ ոչ այնքան աչքի ընկնող մի տղա։ Հասարակ ընտանիքից եւ, ինչպես ընդունված է ասել, անհեռանկարային։ Աղջիկն օգտվում էր նրա ուշադրությունից, հաճույքով ընդունում էր ծաղկե փնջերը, փոքրիկ նվերներն ու ուշադրության մյուս նշանները։ Տղան հեծանիվով նրան տանում էր գետապ, որտեղ Անին սիրում էր լողալ ու արևայրուք ընդունել։ Եվ ընդհանրապես, ուղիղ եւ փոխաբերական իմաստով ձեռքերի վրա էր պահում նրան։ Անիին դուր էր գալիս նրա հոգատարությունը, եւ նա կարծում էր, որ կարող է պատտել Վահեին այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ տղան պարզապես ուրախ էր նրա կողքին գտնվելու համար, սիրում էր նրան պատանեկան թրթռուն սիրով։ Ժամանակն անցնում էր, Վահեն քոլեջում զոդողի մասնագիտություն էր սովորում, իսկ Անին ընդունվեց համալսարան եւ մեկնեց Երևան։ Ամեն շաբաթ Վահեն գալիս էր նրա մոտ, նրանք երկար զբոսնում էին, հետո, ուշ երեկոյան, տղան ճանապարհում էր նրան տուն եւ շտապում հետ, որպեսի պատահական մեքենաներով հասնի իրենց քաղաք։ Այսպես շարունակվեց 2 տարի։ Եվ այդ ողջ ընթացքում Անին թաքցնում էր Վահեից, որ իրեն շատ է դուր գալիս մեկ ուրիշը, հարուստ, լկտի Արմանը, ով բոլոր աղջիկների սիրելին էր ու ճակատագրի երես առած զավակը։ Անի, միթե կարելի է այդքան անմատչելի լինել, որ դարում ես ապրում, ասում էր աղջկան, իսկ վերջինս շփոթվում էր ու կարմրում։ Գուցե հենց դա էր գրավել Արմանին, եւ նա հանկարծ իր ողջ ուշադրությունը կենտրոնացրեց այդ աղջկա վրա։ Նա երկար դիմադրեց, բայց ի վերջո, այնուամենայնիվ հանձնվեց եւ սկսեց հանդիպել գեղեցկադեմ Արմանի հետ, հոգու խորքում երջանկությունից քարանալով։ Վահեն ոչինչ չգիտեր եւ նախկինի պես շաբաթօրերին գալիս էր նրա մոտ, փոքրիկ նվերներ բերում եւ միամտաբար Անիին համարում իր հարսնացուն։ Մի անգամ Արմանը հրավիրեց Անիին իր ծննդյան տարեդարձին։ լինելու են ամենամտերիմ ընկերները, Ասում էր նա։ նշելու ենք ամարանոցում, այնտեղ բնություն է, գետ, գեղեցկություն, ես ինքս կգամ քո հետևից, պատրաստ եղիր։ Ամբողջ շաբաթ Անին պատրաստվում էր տոնին, եւ երբ Արմանը եկավ, նա սպասում էր շքամուտքի մոտ։ Հազիվ էին նրանք հեռացել, երբ տան մոտեցավ Վահեն եւ ընկերուհուն տանը չգտնելով, սկսեց համբերատար սպասել նրան։ Իսկ նա ամբողջ երեկո լիաթոք ուրախանում էր, իսկ գիշերը տրվեց Արմանին, ով շատ հպարտ էր, որ կարողացել է նվաճել այդ անհասանելի աղջկան։ Վաղ առավոտյան Արմանը նրան տարավ տուն, եւ աղջիկը մոտենալով շքամուտքին, նստարանին տեսավ իր սիրելի երիցուկների փունջն ու վար, անուշաբույր ելակով լի մի փոքրիկ հյուսած զամբյուղ։ Հիասթափության հանկարծակի ալիքը խեղդեց Անիին։ Նա բոլորովին մոռացել էր, որ 3 շաբաթ էր, եւ մինչ ինքը զվարճանում էր Արմանի հետ, Վահեն նստած միայնակ սպասում էր իրեն այստեղ։ Աղջիկը լաց եղավ իր իսկ հանդեպ զայրույթից, բայց հաջորդ շաբաթ եւս գնաց Արմանի մոտ, մնալով նրա տանը գիշերելու։ Շուտով Անին հասկացավ, որ հվի է։ Արման, ինչ ենք անելու։ Հարցրեց նա շփոթված տղային։ Չգիտեմ, Նա բռնեց գլուխը։ ստիպված ենք ամուսնանալ, հայրս չափազանց բարձր պաշտոն է զբաղեցնում, որպեսզի ես ինձ թույլ տամ փչացնել նրա հեղինակությունը, ուստի երեխային կունենանք։ Արման, ես վախենում եմ։ Լավ, ինչ կա որ, քիթդ մի կախիր, մեկ է, վաղ թե ուշ պետք է դա անեինք։ Լսի, իսկ այդ ինչ պատմություն է քեզ մոտ, կապված շաբաթօրի արկածների հետ, այդ ինչ ֆեֆճուկրակ է գալիս քեզ մոտ։ Այդպես մի ասա, Վահեն իմ ընկերն է, մենք միասին ենք մեծացել։ Հա, ոչ։ Դե ուրեմն չմոռանաս հրավիրել քո ընկերոջը մեր հարսանիքին։ Բայց Անին վախենում էր այդ մասին ասել Վահեին, թեպետ նա 3 շաբաթ չէր եկել իր մոտ, չնայած ինքը մնում էր տանը, որպեսզի սպասի նրան։ Աղջիկը մտածեց, որ նա նեղացել է, կամ գուցե հանդիպել է մեկ ուրիշի, եւ դրանից նա մի փոքր թեթևություն զգաց։ Բայց հաջորդ ուրբաթ, երբ նա կանգնած էր շքամուտքի մոտ, սպասելով Արմանին, նրան մոտեցավ Վահեն։ Բարես, Ցածրաձայն ասաց նա։ Վահե, այդ դու ես։ Շրջվեց նա։ Ես քեզ չէի սպասում։ ես դա արդեն հասկացա, դու շատ ես փոխվել Անի,
դարձել ես ուրիշ, օտար։ Նա նայեց տղայի խամրած աչքերի մեջ, հետո բռնեց նրա անգամ կախված ձեռքը։ Վահե, ես պետք է քեզ ասեմ։ Ուպա, Հանկարծ լսվեց Արմանի ձայնը։ այդ ինչ է կատարվում այստեղ, հա։ Դա դու ես, Վահեն, պարզապես ընկերը։ Դե ինչ Վահե, արի վաղը մեր հարսանիքին։ Ամադեուս ռեստորան, մուտքն ազատ է, հագուստը տոնական։ Դնացինք անի, ժամանակ չունենք։ Իդեպ, նա հվի է, չգիտեիր։ Շնորհավորիր ինձ, ես շուտով հայր եմ դառնալու, հավես է, չէ։ Դե ինչ կգաս։ Տգյամ։ Կարճ պատասխանեց Վահեն, խիստ գունատվելով։ Նա չէր նայում Անիին, կարծես ամաչում էր լսածից, իսկ աղջիկը կարմրել էր Արմանի անտակտ կոպտությունից, բայց երբ տղան բռնեց նրա ձեռքն ու տարավ դեպի մեքենան, հնազանդ գնաց նրա հետևից։ Հաջորդ օրը Անին դարձավ Արմանի կինը։ Հարսանիքը թեժ պահին էր, երբ հարսնացուն հյուրերի մեջ նկատեց մի մոխրագույն, կծկված կերպարանք։ Վահեն։ Ուրեմն նա այնուամենայնիվ եկավ։ Իսկ ինչու եւ ինչի համար։ Նա ցավով էր նայում տղային, բայց հանդիպելով նրա հայացքին, շփոթվեց։ Իսկ նա մոտեցավ երաժիշտներին, ինչ որ բանի մասին կարճ խոսեց եւ հանկարծ, վերցնելով խոսափողը, ողջունեց բոլորին, շնորհավորեց նորապսակներին ու երգեց։ Այդ անշուք տղայի մաքուր ու խորը ձայնը ապշեցրեց բոլորին։ Աղմուկը դադարեց, իսկ նա երգում էր մի երգ հին կինոֆիլմից։ Եվ աստղազարդ գիշերը, եւ ցերեկվա լույսին, մի լքիր ինձ, թող ամեն ինչ անհետանա եւ հեռանան ընկերները։ Մի լքիր, առանց քեզ ես չեմ կարող։ Անին լայն բացած աչքերով նայում էր նրան։ Նա չգիտեր էլ, որ տղան այդպես երգել գիտի, բայց նա դրա մասին չէր մտածում։ Միայն հիմա նա հասկացավ, որ կորցրել է իր կյանքի ամենամեծ սերը, եւ ոչ ոք այլևս իրեն չի սիրի այնպես, ինչպես սիրում էր Վահեն։ Իսկ նա ավարտեց երգն ու հեռացավ, իր մեջ ուժ չգտնելով մոտենալ նրան կամ մնալ։ Այն ամենը, ինչ ուզում էր նա ասաց։ Անցավ 3 ամիս։ Անին շատ ծանր էր տանում հղիությունը, իսկ Արմանը ոչինչ չէր անում նրա տառապանքները թեթևացնելու համար։ Ընդհակառակը, հարսանիքից գրեթե անմիջապես հետո նա վերադարձավ իր սովորական կյանքին, կորում էր երեկոներն ու գիշերները, բոլորովին ուշադրություն չդարձնելով իր երիտասարդ կնոջը։ Արման ինչ է կատարվում։ Ինչու ես քեզ այդպես պահում։ Չհասկացա, այս ինչ դժգոհություններ են։ Դու իմ ամուսինն ես եւ պարտավոր ես։ Ես քեզ ոչինչ պահք չեմ։ Ընդհատեց նա։ Ես ամուսնացել եմ, ծածկել եմ քո խայտարակությունը, էլ ինչ է քեզ պետք։ Ծննդաբերիր, երեխայիդ պահիր եւ մի խանգարիր ինձ ապրել։ Հասկացար։ Քեզ հերիք է այն, որ ես քեզ ապահովում եմ, ապագա երեխային նույնպես կապահովեմ։ Ներջ, ես կատարել եմ իմ պարտականությունները։ Մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ։ Եվ առհասարակ, երբ ինձ հետ անկողին էիր մտնում, ինչի վրա էիր հույսդ դրել։ Ախր եթե դու չհվյանայիր, ես քեզ կթողնեի, որովհետև որպես սիրուհի, դու ընդհանրապես ոչինչ ես։ Նա գնաց շրխկացնելով դուռը, իսկ Անին նստեց ու լաց եղավ, նախատելով իրեն հիմարության եւ դյուրահավատության համար։ Հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը վատացավ եւ նրան պարկեցրին հիվանդանոց պտղի պահպանման։ Մի անգամ վաղ առավոտյան նա 1 ժամով թույլտվություն խնդրեց եւ եկավ տուն, որոշ իրեր վերցնելու։ Առավոտյան ժամը 8-ն էր, երբ նա բացեց դուռն ու քարացավ շեմին։ Ամբողջ բնակարանով մեկ թափթփված էին տղամարդու եւ կնոջ իրեր, իսկ իր մահճակալին գրկախառնված քնած էին Արմանն ու ինչ-որ աղջիկ։ Նրանք նույնիսկ ծածկված չէին, վերմակը սահել էր հատակին։ Անին ճչաց եւ հենց այդ պահին որովայնում սուր ցավ զգաց։ Նա դանդաղ սահեց հատակին, արդեն չտեսնելով, թե ինչպես են վախեցած այս ու այն կողմ ընկնում այդ երկուսը։ Ամբողջ մի շաբաթ Անին անցկացրեց հիվանդանոցում։ Նա պառկած էր, դեմքով շրջված դեպի պատը, եւ չէր ուզում ոչ ոքի տեսնել։ Արմանը նրա մոտ եկավ միայն 1 անգամ։ Նա բերել էր ամուսնալուծության թղթերը, ստորագրելու։
Եվ ահա Անին վերադառնում էր իր քաղաք, որպեսզի լինի տանը եւ հանգստանա։ Նա նաև շատ էր ուզում տեսնել Վահեին եւ ներողություն խնդրել նրանից, աղերսել, որ ների, պատմել, որ ինքն արդեն պատժված է ամեն ինչի համար։ Մայրը տեսնելով դստերը, թափահարեց ձեռքերը։ Աղջիկս այս ինչպես եղավ, այդ ծրիկան ինչ արեց։ Դե լավ, հանգստացիր, մի լացիր։ 2 օր Անին լաց եղավ մոր գրկում, իսկ հետո իրեն կարգի բերեց եւ ասաց, որ գնում է զբոսնելու։ Գուցե Վահեին հանդիպեմ։ Պետք չէ աղջիկս, մի գնա։ Մայրը փախցրեց հայացքը։ Թող Եվացն անցած է։ Դե լավ։ Համաձայնեց Անին մորը հանգստացնելու համար, բայց հենց դուրս եկավ շքամուտքից, ուղղվեց դեպի մոտակա սեփական տների թավամասը, որտեղ ապրում էր Վահեն։ Շուտով նա բացեց ծանոթ դարպասն ու մտավ տուն։ Վահե, Կանչեց աղջիկը, բայց նրան ոչ ոք չարձագանքեց։ Վահե տանն ես։ Կրկնեց նա։ Սենյակից դուրս եկավ Սոնան, նրա մայրը։ Ինչու ես եկեն։ Հարցրեց նա, անեացած հայացքով նայելով Անիին։ Տիկին Սոնա, ինչ է պատահել ձեզ։ Ես պարզապես ուզում էի տեսնել ձեր որդուն։ Դու հենց դու գնա կորիր այստեղից։ Դու ես ամեն ինչում նեղավոր։ Միայն դու։ Դուրս կորիր, դուրս, հերց հիմա։ Անին դուրս վազեց փողոց եւ բախվեց Սոնայի հարևանուհուն։ Այս ինչ է կատարվում ձեզ մոտ։ Սարը հարցրեց նա, ճանաչելով աղջկան, իսկ հետո տարու բերեց գլուխը։ Իզուր եկար Սոնայի մոտ։ Չկա այլևս Վահեն, մեքենայի տակ է ընկել։ Նա մորն ասել էր, որ գնում է քո հարսանիքին, որպեսի հրաժեշտ տա քեզ։ Նա համոզում էր, խնդրում էր չգնալ, բայց չկարողացավ պահել։ Վահեն արդեն տուն էր գնում, երբ մայրուղու վրա նրան մեքենա խփեց։ Նա մահացավ քո հարսանիքի օրը, աղջիկս։ Անիի ոտքերը թուլացան, եւ նա կորցրեց գիտակցությունը։ Անցավ 10 տարի։ Անին վերականգնվեց համալսարանում, ավարտեց այն, հետո մեկնեց այլ մարզ եւ այնտեղ աշխատանքի տեղավորվեց։ Հիմա նա ուսուցչուհի էր եւ հաճույքով զբաղվում էր ուրիշների երեխաներով, քանի որ իրենը չուներ, ինչպես եւ չուներ ընտանիք։ Միշտ լուրջ Անին աշխուժանում էր միայն աշակերտների հետ, բայց մեծահասակներից ոչ ոքի իր կյանք չէր թողնում։ Շատերն էին փորձում ընկերանալ նրա հետ, տղամարդիկ ծանոթանում էին հանդիպելու նպատակով, բայց նա ոչ ոքի չէր ուզում եւ մերժում էր բոլոր առաջարկները։ Գործընկերներն այդպես էլ նրան կնքեցին մեր մի անձնուհին անունով եւ հանգիստ թողեցին։ Մի օր նրա դասարան եկավ Նարեկ անունով մի տղա։ Նա նորեկ էր եւ երեխաներին միանգամից դուր չեկավ, որովհետեւ ակնհայտորեն աղքատ էր։ Նիհար, ցածրահասակ տղային մյուսների մեջ գրեթե չէր երևում, եւ Անին յուրօրինակ հոգատարություն սկսեց ցուցաբերել նրա հանդեպ։ Նա խղճում էր բարի, հուզիչ տղային եւ անում էր ամեն ինչ, որպեսզի դպրոցում նա իրեն լավ զգա։ Նրա անձնական գործից նա իմացավ, որ մայր չունի եւ ապրում է հոր հետ։ Նարեկը միշտ հագնում էր մաքուր, բայց ոչ նորաձև, հին հագուստ, որը երբեմն ակնհայտորեն իր չափսի չէր։ Նա հազվադեպ էր գրպանի գումար ունենում, հիմնականում մանր-մունր դրամներ կարկանդակի եւ թեյի համար։ Անին ուզում էր տեսնել տղայի հորը, գուցե օգնություն առաջարկել, բայց ծնողական ժողովներին Նարեկի հայրը երբեք չէր գալիս։ Իսկ երբ նա հարցնում էր, թե ինչու չկա, տղան ուսերը թոթվում էր, նա հիվանդ է։ Այդ ժամանակ Անին որոշեց գնալ նրանց տուն եւ պարզել, թե ինչ է կատարվում։ Ուրբաթ օրը, երբ դասերն ավարտվեցին, Անին բռնեց Նարեկի ձեռքն ու գնաց նրա հետ, ճանապարհին պարզելով, որ նրանք սենյակ են վարձում ընտանեկան հանրակացարանում, որը գտնվում է հիվանդանոցից ոչ հեռու։ Հայրիկը հաճախ է գնում այնտեղ, սրսկումների։ Պատմում էր Նարեկը։ Վերջապես նրանք տեղ հասան։ Հայրիկ, տանն ես, ես եկա։ Ավաս, խոհանոցում են։ Ինչ որ ճռռոց լսվեց, եւ դրան մեջ հայտնվեց հաշմանդամի սայլակին նստած մի տղամարդ։ Անին նայեց նրան, ուզում էր բարևել, բայց հանկարծ նետվեց դեպի նա, ընկավ ոտքերի մոտ, գրկեց դրանք եւ հեկեկալով փարվեց նրա ծնկներին։ Դա իր Վահեն էր։ Ողջ ես։
Դու ողջ ես, Վահե, հարազատս, սիրելիս, իմ սեր, ողջ ես, իմ Վահե։ Նարեկը ոչինչ չհասկանալով նայում էր հորը, իսկ վերջինս գլուխը խոնարհած շուրթերը սեղմում էր հեկեկացող կնոջ գլխին։ Նրանք երկար նստել էին խոհանոցում եւ Վահեն պատմում էր, որ իսկապես ընկել էր մեքենայի տակ, հետո երկար պառկել հիվանդանոցում։ Կոման տևել էր մի քանի ամիս։ Մարդը, ով վրաերթի էր ենթարկել նրան, աղքատ չէր եւ վճարել էր բուժման համար։ Վահեի կյանքը փրկել էին, բայց լիովին ապաքինվել նա այդպես էլ չէր կարողացել։ Իսկ Նարեկը, դու ամուսնացած էիր։ Դե ոնց ասեմ գրեթե։ Մի բուժքույր իմացել էր, որ ես թանկարժեք բուժում եմ ստանում եւ որոշել էր, որ շատ հարուստ եմ։ Մի խոսքով, երբ ես քիչ թե շատ վերականգնվեցի, նա սկսեց շատ ակտիվորեն խնամել ինձ։ Հվիացավ։ Երբ իմացավ, որ ես չունևոր եմ, վազեց երեխային հեռացնելու, բայց արդեն ուշ էր։ Ինձ դուրս գրեցին, երբ Նարեկը կես տարեկան էր։ Իսկ հազիվ նա դարձավ 3 տարեկան։ Կինը լքեց մեզ ու հեռացավ։ Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե որտեղ է նա հիմա։ Բնակարանը վաճառեցինք եւ տեղափոխվեցինք այստեղ։ Այստեղ թանկ չէ եւ լավ հիվանդանոց կա մոտակայքում։ Միայն թե սեփական տան համար գումարը չհերիքեց, այդ իսկ պատճառով հաստատվեցինք այստեղ։ Վահեն լռեց, իսկ հետո հարցրեց. Իսկ դու ինչից ենթադրեցիր, որ ես մահացել եմ։ Ինձ ասաց մորդ Հալևանուհին։ Արդեն պարզ է։ Կնքամայրս, երևի նրանք չէին ուզում, որ դու ինձ գտնես։ Քեզ մեղավոր էին համարում, դու նրանց մի մեղադրիր։ Մայրս մահացավ անցած տարի, իսկ կնքամայրս ավելի շուտ էր մահացել։ Իսկ ես իրոք մեղավոր եմ, Վահե։ Բայց եթե դու ինձ թույլ տաս, ես կաշխատեմ ամեն ինչ ուղղել։ Ախ, Վահե, ինչ երջանկություն է, որ դու ողջ ես։ Հիմա ոչ ոք չէր ճանաչում Անեին։ Նա ոչ թե քայլում էր, այլ թռչում, ոչ թե տխրում էր, այլ ծիծաղում։ Շատ անգամ նա գնաց Մոսկվա, պայմանավորվեց Վահեի բուժման համար, բացեց հաշվեհամար նրա անունով, ճանաչելով պատմել իրենց պատմությունը։ Եվ 3 տարի անց նա քայլում էր հպարտ, իր թեթևակի կաղացող ամուսնու եւ որդու Նարեկի կողքով, ով գլորում էր փոքրիկ քրոջ սայլակը։